Ժորժան Ղրղստանում տեղի ունենում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը, որի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ուզում է նորագույն զենքով զինել ՀԱՊԿ անդամ երկրներին, եւ այդ զենքերը արդեն կիրառվել են Ուկրաինայում ռազմական գործողությունների շրջանակներում եւ ցույց են տվել իրենց էֆեկտիվությունը եւ այդ զենքերով զինելու են Ռուսաստանը զինելու է այլ ՀԱՊԿ անդամ երկրներին։ Հիմա Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, Հայաստանը նաև չի մասնակցում այսօրվա ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին Ղրղստանում, այսինքն մենք զերծ ենք մնում այս process-ներից։ Մենք չենք ուզում, ստանալ նորագույն տեխնիկա, իսկ ասեմ, որ Ռուսաստանը այսօր ռուսական բանակը ամենամարտունակ բանակն է։ Ինչու՞։ Որտեղ ռուսական բանակը հիմա գտնվում է ռազմական գործողությունների մեջ, եւ որևէ այլ երկրի բանակ ՆԱՏՕ-ի, Արևմտյան եւ այլն ռազմական գործողությունների մեջ չի։ Եվ ուղիղ ասեմ, որ այն տեխնիկաները, որոնք Ռուսաստանը փորձում է կռվի դաշտում, այն տեխնոլոգիաները, որոնք որ ավելի ու ավելի փորձի արդյունքում ձեռք են բերվում եւ զարգացվում են, դրա նման թանկարժեք բան այսօր ռազմական ոլորտում գոյություն չունի, երբ որ դու ստանում ես արդեն փորձված եւ էֆեկտիվությունը անցած, զինտեխնիկա, տեխնոլոգիաներ, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է օգտվի այս հնարավորությունից, Հայաստանը պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ, լուծի բոլոր այն անհասկանալի պահերը, որոնք կան Ռուսաստանի հետ եւ մնացած ՀԱՊԿ երկրների, անդամ երկրների հետ, եւ ի վերջո մեծ քաղաքականության մեջ մենք բոլորի հետ պետքա սովորենք ճիշտ հարաբերվել ըստ մեր շահերի, այլ ոչ թե անվտանգային այլ համակարգ չստեղծած, որտեղ այսօր չունենք այլ անվտանգային համակարգ։ Ասենք որ գիտեք ինչ, մենք նեղացած sense ինչ որ վիճակի մեջ, ասենք մենք չենք ուզում ընդհանրապես ձեզ հետ շփենք, ձեզ հետ երկխոսենք եւ այլն եւ այլն։ Գնացեք, երկխոսեք, լուծեք մեր հարցերը ըստ մեր երկրի պրագմատիկ շահերի։